Բարև ձեզ բարեկամներ, Fact TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին։ Գիտեք, ընտրություններից մի քանի օր է անցել, բայց ինչպես ասում են, խմորումները շարունակվում։ Իհարկե, այս խայտառակ խուժան ընտրություններից հետո դժվար է ինչ-որ նոր բան ավելացնելը, բայց իրականում իրավիճակը շատ ծանր է, մենք չենք էլ երևի պատկերացնում։ Այս եւ մի շարք հարցերի կապակցությամբ այսօր զրուցելու ենք մեր ճանաչված քաղաքագետներից մեկի Կառուցողական Հայաստան կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Ողջույն Համլետ։ Ես հասկանում եմ, որ այսօր ընտրությունների մասին խոսել է այնքան էլ դյուրին չէ, բայց դուք այն մարդն եք, որ արդեն բավականին երկար ժամանակ այս գործընթացների մեջ եք եւ ձեզ համար նման իրավիճակը ամենևին էլ նոր երևույթ չէ։ Այո, մենք այսօր ունենք մի արդյունք ընտրությունների, որը որ մասնագետների մոտ անշուշտ հարց է առաջացնում, շատ հարցեր է առաջացնում, մասնավորապես ԿՊ-ի մասով։ ԿՊ-ն հավաքեց 727,000 ձայն այս ընտրություններում, ընդ որում Երևանում 200,000 ձայնից ավել, 206 կարծեմ թե 208,000 ձայն։ Երևանի մասով դա իսկապես ֆենոմեն է, ընդամենը 3 տարի առաջ Երևանում ընտրություններ էին 23 թվականին եւ քաղաքացիական պայմանագիրը հավաքել էր 80,000 ձայն։ Ինչպես ստացվեց, որ 120,000 ձայնով ավելացավ քաղաքացիական պայմանագրի քվեն Երևանում, շատերի համար դա հարցական է, որ ազդեցության արդյունքում դա տեղի ունեցավ, որտեղ եթե 120,000 քաղաքացիական պայմանագրի համախոհներ կային, ապա տրամաբանական հարց 23 թվականին ուր էին, ինչու չէին եկել աջակցեին քաղաքացիական պայմանագրին այն պահին, երբ որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում միավորվել, այսպես ասած, բռունցքվել եւ այլն, այսինքն բավականին ազդեցիկ արշավ էր Երևանի ընտրություններում եւ այնպես չի, որ ինքնաթող էր, այսպես ասած, գնում այդ նախընտրական արշավը։ Փաշինյանը անձամբ մասնակցում էր եւ անձամբ փորձում էր ազդել ընտրողների վրա, որ իրենք իրենց կուսակցությանը կվետան։ Այսինքն սա մեկ հարց, ինչպես որ ազդեցության արդյունքում ի հայտ եկան այդ 23 թվականին անհայտ, հիմա այսպես հայտնված լրացուցիչ 120,000 քաղաքացիական պայմանագրի համախոհներ։ Նամանավանդ եւ որ ոչ մի հարցման մեջ իրենք նույնպես չէին երևում այդ սոցիալական հարցումները, որոնք որ տեսել ենք հրապարակումները։ Եվ առհասարակ անհասկանալի է, ինչպես ստացվեց, որ ընդհանուր առմամբ 727,000 ձայն ԿՊ-ն հավաքեց, որտեղ բոլոր հարցումներից եւ վերլուծություններից թվում էր, թե կես միլիոնից ավել 450,000, կես միլիոն դա այն մաքսիմալ չափն է այդ էլեկտորատի, ում կարող է քաղաքացիական պայմանագիրը համախմբել։ Այդ հարցը, այդ մոտավորապես 200,000-ի ընտրողների հարցը, դասական հարց է Հայաստանի համար, այսպես կասեմ, այդ հարցը կար 2008 թվականի նախագահական ընտրություններում, Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ բեմից ասում էր, որ դա կեղծ քվեարկության արդյունք է, որ ցուցակներում ներառված են կեղծ ընտրողներ կամ բացակայող ընտրողների փոխարեն քվեարկում են ինչ որ այլ մարդիկ եւ արդյունքում ձևավորվում է այդ երևույթը։ Այդ երևույթը կար 2013 թվականի
ընտրություններում, այդ երևույթը կար նախագահական ընտրություններում 2017 թվականի ընտրություններում միշտ այդ 700,000, 800,000 իշխող ուժի կողմից ավակագրված ձայները Հայաստանում առաջացնում էին այսպիսի հարցեր, որ ինչպես ստացվեց, որ առօրյա կյանքում կարծես թե չես տեսնում շուրջդ այդ ոգևորվածությունը իշխանության հանդեպ, իսկ ընտրատեղամասում ի հայտ են գալիս այդպիսի թվեր։ Անցյալում հանրային կարծիք կար, որ ֆալսիֆիկացվում էին ընտրությունները, կեղծվում էին։ Այսօրվա իշխող ուժը նույնպես թեպետ պաշտոնապես գնահատական չի տվել անցյալի ընտրություններին մինչև 18 թվական ընտրություններին։ Հասկանալի է եւ լյուստրացիա չի կիրառել դրա հետևանքով, որպեսզի դրակեղծարարներին զրկի 10 տարի առնվազն ընտրություններում մասնակցելու իրավունքից։ Բայց անընդմեջ քաղաքական պոլեմիկայում մատնացույց էին անում, որ անցյալում ընտրությունները կեղծվում էին եւ այլն, բայց ո՞նց էին կեղծվում։ Այդ այսպես ասած ամփոփելով այդ հարցը սաղուն ձևով անցավ 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, որովհետև չկան, գոյություն չունեն ողջամիտ բացատրություններ, որտեղից այդ 200-250,000 ավել ձայներ քաղաքացիական պայմանագիրը նման պայմաններում կարողացավ հավաքագրել իր կողմին։ Սա էապես այսօր կախված է ընդդիմության իհարկե գործունեությունից, որովհետև ընդդիմությունը ովքեր են, նրանք են, ովքեր որ անցյալում ըստ օդում պտտվող լուրերի եւ հանրային կարծիքի հենց իրենք էին ընտրություններ կեղծողները եւ իրենք այդ բոլոր սխեմաները, բոլոր այդ մեթոդները, տեխնոլոգիաները, ինչպես ուռճացնել իշխող ուժի թիվը անգիր գիտեն։ Ուստի եւ դրա դեմ առնելու ձևերը պիտի իմանան։ Եթե դա կրկնակի քվեարկությունը, տեսեք մեր տեխնիկապես համակարգ ընտրական նախատեսված այնպես, որ մեկ տեղամասում որևէ մի մարդ չի կարա երկու անգամ քվեարկի, որովհետև էլեկտրոնային սարքեր են դրված, որով ստուգվում է անձնագիրը եւ եթե նույն ընտրատեղամասում մարդը փորձի երկրորդ անգամ քվեարկել իր անձնագրով, համակարգը թույլ չի տա։ Ի հայտ կգա, որ ինքը արդեն քվեարկել է։ Բայց տարբեր ընտրատեղամասերը իրար հետ միացած չեն մեկ համակարգի մեջ։ Եվ հաստատել, որ այդ մեկ մարդը, որը որ այս ընտրատեղամասում քվեարկել է, ուրիշ տեղ չի քվեարկել, ըստ էության այդպիսի հաստատում տեխնիկական առումով, տեխնոլոգիայի առումով մենք Հայաստանում չունենք։ Եվ սա էլ է խնդիր, որովհետև այդ համակարգը ներդրվեց 10-15 տարի առաջ եւ զարգացում այլևս չունեցավ, չկատարելագործվեց։ Եթե 15 տարի առաջ չկար հնարավորություն ենթադրենք պայմանական համարենք, փորձենք այսպես պրեզումպցիայով մոտենանք, որ դիտավորյալ չի այդպես արված, որ ընդհանուր տվյալների բազա ձևավորվի եւ բոլոր տերմինալները այդ բազայից օգտվեն, ցանցի մեջ գտնվեն եւ նույն մարդ չկարողանա տարբեր ընտրատեղամասերում քվեարկել, նույնը ինչպես հիմա մեկ տեղամասում չի կարա, բայց 15 տարվա ընթացքում տեխնոլոգիաների զարգացումը ինչքան առաջ գնացին, հիմա խոսում են Գագարին քաղաքում համաշխարհային նշանակության հաշվիչ կենտրոն, կառուցելու մասին սուպեր չիպերով եւ այլն։ Միթե Հայաստանը չէր կարա իր ընտրական այդ համակարգը բարելավել եւ բերել այն վիճակի, որ բացարձակապես այդ հարցերը ոչ մեկի մոտ չկարողանային առաջանալ։ Այսինքն ընտրությունների վերաբերյալ տեխնիկական միջոցները, որոնք որ կիրառվում են,
դրա թափանցիկությունը եւ զայների հաշվարկը ապահովելու համար այն զարգացումը չեն ստացել, որ կարող էին ունենալ առայսօր։ Առհասարակ, եթե օրինակներ վերցնենք միջազգային, ԱՄՆ-ն շատ ազատ երկիր է, հա, այնտեղ քվեարկությունը այսպես սրբություն է պետության համար, բայց արդեն 100 տարի իրենք օգտագործում են մեքենաներ զայները հաշվելու համար, չեն վստահում մարդկանց։ Դա պատահականություն չի։ Եվ դա փորձ է, որը որ Հայաստանում էլ պիտի իհարկե կիրառվի, եթե իսկապես կա ցանկություն ունենալ թափանցիկությունը ընտրությունների, եւ այսօր մենք ինչի հետ ենք բախվում, որ իհայտ են գալիս մյուս մի խնդրեմը։ Տեղամասերում կատարվում է քվեարկություն, կազմվում է արձանագրություն, 2005 արձանագրությունները հետո գումարվում են իրար, ստացվում է վերջնական արդյունք։ Կուսակցությունները ստուգում են արձանագրությունը, համեմատում են հրապարակված այդ արդեն ամփոփ տվյալների հետ եւ տեսնում են, որ այդ ընտրատեղամասում այն ինչը որ ներկայացված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տվյալները չեն համընկնում արձանագրության հետ։ Արձանագրությունն մեջ մի տվյալներ են, իսկ ամփոփման ժամանակ ուրիշ տվյալներ են։ Մենք ձայներ ենք լսում, որ դա կեղծարարություն չի, դա պարզապես սխալներ են, արդիկ որ մուտքագրում են այդ տվյալները սխալվում են, դրա պատճառով այսպես բաներ են լինում։ Մարդկային ֆակտոր, բայց տեսեք ինչ բաներ են լինում, էլի։ Այդ մարդկային ֆակտորը, այսպես ասած, պատճառ դարձավ, ինչի Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջը ինտրիգ առաջացավ։ 57 ձայնի պատճառով, հա, որոնք որ ինչ որ միտեղ թռել էր կամ մի քանի տեղ ու շեմա անցնելու խնդիր առաջացավ, հետո էլ վերահաշվարկ, չգիտեմ ինչ, բան, հիմա նորից 900 ձայնել ավելացավ։ Հիմա նորից 4% ոնց թե անցավ այդ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Այստեղ իհարկե մարդկանց մոտ անվստահություն է առաջանում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր կազմով մեծամասնությամբ նույնն է մնացել, նախագահն է փոխվել։ Այո, նույն մարդիկ են։ Եվ այդպիսի բաներ որ լինում են, դա ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, սիրունչ։ Պարոն Ղուկասյան, բա sense բան տեսել էի, գիշերվա կեսին, երբ հաշվարկը գնում էր, հանկարծ կանգնացում են, ասում են լավ առավոտյան կշարունակենք։ Այսպիսի բան, դուք երբևիցե ընտրությունների ժամանակ տեսել եք։ Մինչև 18 թվական միշտ այդպես էր։ Միշտ այդպես էր։ Ահլեջան, մենք ունենք ստանդարտ մինչև 18 թվական ընտրություններում այսպես ասած զարգացում հետընտրական։ Ընդհանուր թիվը մասնակիցների հայտարարում էին ոչ թե օրենքով սահմանված 1 ժամ հետո ընտրատեղամասերը փակելուց, այլ 3-4 ժամ անց։ Ժամը 12-ից հետո էին ընդհանուր մասնակիցների։ Չասեցին ընդհանուր թիվը կանգնացրին։ Այս անգամ չէ, ընդհանուր թիվը հայտարարեցին ճիշտ ժամանակին, ժամը 9-ին ընդհանուր թիվը հայտարարեցին։ Անցյալում էլի ձայների հաշվարկը գնում էր հասնում էր գիշերվա ժամը 2-ին 3-ին, կանգ էր առնում ու շարունակությունը արդեն լինում էր առավոտյան։ Ինչով է դա բացատրվում։ Ըստ իմ պատկերացումների եւ իմ փորձի։ Ժամը 2-ի 3-ի դրությամբ կուսակցությունները բոլորը գիտեն արդյունքները, որովհետև արդեն հավաքել են արձանագրությունները ներկայացուցիչների միջոցով, հիմնական մասնակիցները ունեն արդյունքները։ Եվ այդ ժամանակ իմ կարծիքով արդեն ամփոփվում է, ընդհանուր քաղաքական առումով հայտարարի է վերվում ընտրությունը, երբ որ այսպես որոշում են էսի քեզ։ Եվ սկսվում է արդեն այդ մանիպուլյացիաները կենտրոնական ընտրական հանձնաժողովում փոքր կուսակցություններից սկսում են ձայներ վերցնել, այդ կուսակցությունները
եթե մեծ քվե չեն հավաքել, ում պիտի բողոքեն, կամ ինչ պիտի բողոքեն։ Իդեպ Եվ բերում են հասցնում են արդեն այն վերջնական պատկերի, որը որ պետք է լինի։ Իդեպ ես պիտի ընդհատեմ, ինչու փոքր կուսակցություններ այս անգամ էլ քիչ ձայներ հավաքեցին, չկարողացան հաղթահարել շեմը։ Ամենից ես մայիսի 20-ին հանդես եկա այդ գաղափարով սկզբից հրապարակային Նոյան Տապան հերոստատեսությունում Նինա Կարապետյանցի հետ ուղիղ եթերում այդ հարցը քննարկեցինք եւ ներկայացրեցի իմ այսպես ասած պատկերացումը, որ եկեք հասկանանք, որ այս ընտրական ձևը, որ ձևավորում է խորհրդարան, մեծամասնությունը ձևավորում է նաև գործադիր իշխանություն, ստեղծում է ընտրողի համար հստակ, այսպես ասած, պատկերացում, որ ինքը ընտրելով այս կամ այն կուսակցությունը ոչ միայն խորհրդարանն է ձևավորում, այլ նաև գործադիր իշխանությունը։ Այսինքն մարդիկ ուզում են իրենց ձայնը տան ապագա վարչապետի տեխնացուին առաջնահերթ։ Փոքր կուսակցությունները երբեք չեն կարող հավակնել, որ իրենք ընտրություններում հաղթելու են ու իրենց առաջի համարը դա վարչապետի տեխնացու է։ Իրենց այդ փոքր լինելու հենց պատճառով։ Դա առաջի պատճառն է, ինչի մարդիկ փոքր կուսակցություններին չեն քվեարկում, որտեղ այդ կուսակցությունները, ինչպես ասացի, շանս չունեն ձևավորել գործադիր իշխանություն, մտնել գործադիր իշխանության կազմի մեջ։ Երկրորդ պատճառը, ինչի մարդիկ փոքր կուսակցություններին չեն քվեարկում, դա այն է, որ միշտ կա մտավախություն եւ դա ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ, այսպես ասած, այդ խորացվում է մտահոգությունը։ Արայն որ այդ փոքր կուսակցությունները հետո եթե մտնեն խորհրդարան քիչ քվեով եւ այնտեղ խորհրդարանում առաջանա կոալիցիաներ ստեղծելու, դաշինքներ ստեղծելու հարց, իրենք կարող են միանալ այն ուժին, ում դեմ տրամադրված է այդ ընտրողը։ Այսինքն ձայնը տալիս ես մեկին, իսկ հետո այդ մեկը գնում միանում է ենթադրենք եթե ընդդիմադիր է իշխանությանը կամ հակառակ։ Նու պայմանական ասենք Արտուր Բաղդասարյանի ֆենոմենը, հա, այդ քաղաքական միֆը, որը որ ունենք մենք, կայուն չէ, պատկերացում է, որ մարդիկ քվեարկել են 2008 թվականին Արտուր Բաղդասարյանին որպես ընդդիմադիր գործիչ, ինքն էլ գնաց մտավ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի մեջ եւ այլն։ Այդ բանից մարդիկ վախենում են եւ դրա պատճառով եւս չեն քվեարկում փոքր կուսակցություններից։ Եվ երրորդը փոքր կուսակցություններին նաեւ չեն քվեարկում այն պարզ տրամաբանությամբ, որ իրենց շանսերը շեմը անցնելու ցածր են եւ եթե ձայնը տալիս ես փոքր կուսակցությանը, այդ ձայնը գնալու է բաշխվելու է այն խոշոր մասնակիցների միջև, ում չես ուզում ձայնը տալ։ Հենա տենցա միանգամից կամ ԿՊ-ին կտայր կամ պրոռուսական ընդդիմությանը կտայր եւ տատանվող ընտրողները, որոնք ոչ են ուզում, այստեղ խնդիր ունեն փոքր կուսակցություններին ձայներ տալու համար։ Ես այդ 3 խնդիրը հաղթահարելու համար առաջարկեցի հրապարակային այդ Նինա Կարապետյանցի հետ խոսալուց եւ հետո առանձին որոշ կուսակցապետերի հետ հանդիպելուց կամ իրենց ներկայացուցիչների հետ հանդիպելուց այդ միտքը, որ այս 3 հարցերը հանելու համար ընտրողին պետք է գնալ ընդառաջ եւ իրեն օգնել այդ 3 հարցերին պատասխան տալ։ Հարկավոր է քվեարկությունից առաջ որպեսզի նոր կուսակցությունները միասնաբար հայտարարեին, որ իրենք գործելու են միասին։ Մեկ։ Որ արդյունքով առաջի փուլի, եթե իրար հետ միասին հավաքելու են 50 գումարած 1%, ձևավորելու են կառավարություն իրար հետ։
ուրիշների հետ այդ ոչ ԿՊ-ի հետ, ոչ պրոռուսականների հետ չեն լինելու։ Եվ երրորդը, որ չեն միանալու ոչ մի այդ ուժերից ոչ մեկին, եթե շեմը անցնեն, բայց 50+1 չվերցնեն։ Այս միավորումը, տակտիկական միավորում, որտեղ ամեն մեկը մնում է իր գաղափարական, իր ինքնուրույն վիճակով, իր շարժառիթներով, իր նպատակներով, միաժամանակ բոլորը կշահեին իմ կարծիքով այն, որ վստահություն կտային գոնե ընտրողին, որ իրենց ձայն տալով իրենք շանս ունեն վարչապետ ընտրելու, որ իրենք չեն միանալու այդ պրոռուսական ընդդիմությանը կամ իշխող ուժին։ Այսինքն պայմաններ կստեղծվեին, որպեսզի ընտրողը գոնե փոքր երաշխիքներ ստանար, ինչի ձայնը տար այդ ուժերին։ Նոր կուսակցությունների այսպես կատեգորիան ես առաջ էի քաշել, այն նաև դրամաբանությամբ, որ բոլորս հոգնել ենք այդ խոսակցություններից դու դավաճան ես, բա ձեր ժամանակ ոնց էր, բա դուք սենց, բա դուք նենց, չէ, մենք հիմա եւս 5 տարի պիտի կրկնվի այն, ինչը որ եղել է մինչ այսօր։ Նինա Կարապետյանցը, Գուրգեն Սիմոնյանը, մյուսները այդ նորերից, Հայկ Մարությանը, իրենք չեն կարող իրար մեղադրեն, որ դու Ղարաբաղը ծախել ես կամ դու օլիգարխ ես եղել, ժողովուրդը թալանել ես, պարզապես իրենց կենսագրական, քաղաքական կենսագրության բանով, այդպիսի մեղադրանքներ չեն կարող լինել։ Այսինքն այդ ամեն ինչը հնարավորություն իմ կարծիքով ստեղծում էր այս ընտրություններում իսկապես ձևավորել երրորդ ընտրություն, երրորդ բևեռ։ Եթե այդ քաղաքական ուժերը ուժ չունեին միավորվելու, պատճառներ կային, որը խանգարում էին իրար, գոնե տակտիկական համատեղ գործելով կարող էին, հիմա եթե թվերին նայենք, տեսեք, Միասնության թևեր, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, դեմ են բոլորին կուսակցությունը, նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը, դոկ կուսակցությունը, իրար հետ միասին 120 հազարից ավել ձայն են հավաքել։ Դա համարյա այդքան է, ինչքան որ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստան դաշինքը, Դաշնակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանը միասին հավաքել էին 140 հազար։ Իմ վստահությունը, ես մնում եմ իմ կարծիքին, որ եթե այս կուսակցությունները հիմա չէ այսպես ձևակերպենք, եթե իրենք ի սկզբանե միավորվեին, կլիներ ուժ, որը որ տեսանք, կարող է 100 հազարից ավել ձայն հավաքել, մեկ։ Չմիավորվեցին, միասին չգնացին միասնական ընտրությունների, գնացին առանձին, այնուամենայնիվ, նույնիսկ այդ դասավորությամբ իրենք մեծ հնարավորություն ունեին կրկնապատկել իրենց դեպի իրենց եկող ձայները եւ բոլորը շեմը անցնելու հնարավորություն ստանային իրար հետ միասին։ Շեմը անցնելով հնարավորություն կունենային դաշինք ձևավորել, որը որ 24% ունի ընդհանուր քվեի մեջ։ Այսինքն նույնիսկ բանից ավել կարող էին ձայն հավաքել Սամվել Կարապետյանից։ Այս հրա մասին ես խոսում էի եւ ցավոք սրտի այդ մտքերը չընդունվեցին մասնակիցների կողմից, բայց հիմա իմ կարծիքով այս պատկերը, որը որ մենք հերթական անգամ ունեցանք, վերջո պիտի այդ փոքր քաղաքական թիմերին այդ հարցը բերի տնի լավ 31 թվականին կամ եթե մինչև այդ արտահերթ խորհրդարանական ընտրություններ եղավ, էլի պիտի նույն ձևով, նույն չարասյուններով շարվենք, գնանք, ստանանք նույն արդյունքը հետ ասողի լսող է։ 18 թվին հասկացանք, 21 թվին հասկացանք, բայց 26 թվականին արդեն կարելի էր նույնը չկրկնել, էլի։ Դե ասողին լսող է։ Պարոն Ղուկասյան, քանի որ ժամանակը արագ է ասում, Հակից եւ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս մնալու վտանգի մասին ինչ կարող եք ասել, սա ինչ արդեն հեռանկար ունի։ Դա մեծ ոնց որ ասած հավանականություն ունի իրականություն դառնալու,
Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը առհասարակ այսպեսին է։ Այն պետությունները, որոնք որ սահմանափակում են դեպի Ռուսաստան բարձր տեխնոլոգիաների ապրանքների մուտքը, Ռուսաստանը իր հերթին սահմանափակում է այդ պետությունների նկատմամբ այդ պետություններից այլ ապրանքների մուտքը։ Բնականաբար, չէ, հասկանում ենք, որ ԱՄՆ-ի հետ ստորագրած այդ փաթեթը, Եվրոմիության հետ այդ քաղաքական համատեղ ինչ որ հայտարարություններով հանդես գալը իր հիմքում պարունակում է Հայաստանի համար արգելք ըստ էության Հայաստանի տարածքով բարձր տեխնոլոգիաների ապրանքներ, կրկնակի նշանակության ապրանքներ դեպի Ռուսաստան այդ ռեէքսպորտը ապահովելու առաջի հերթին քաղաքականությունը։ Այսինքն մեր ընտրողների մոտ այդ եվրոպական կեցվածք Փաշինյանի ստեղծելու գինը բնականաբար եղել է Հայաստանի իշխանությունների խոստումը եւ պարտավորության ընդունումը, որ Հայաստանի տարածքով այլևս բարձր տեխնոլոգիաների ապրանքներ Ռուսաստան չեն գնալու այդ ռեէքսպորտի, այսպես ասած, արևտրի այդ մասով երևույթը կանխվելու է։ Իսկ Ռուսաստանի մոտ վերաբերմունքը բոլորի նկատմամբ հետևյալն է, այն պետությունները, որոնք որ այդպիսի արգելք են դնում, որ իրենց տարածքից կամ իրենց միջոցով Ռուսաստան բարձր տեխնոլոգիաների ապրանքներ չեն մտնում, ինքն էլ փակում է այդ երկրներից այլ ապրանքների մուտքը, ինչպես ասացի։ Դա մենք տեսել ենք 14 թվականից սկսած, երբ որ Ռուսաստանը ինքը արգելափակեց սննդամթերքի մուտքը Եվրոպայից, ինչը խփեց Հունգարիային, ինչը խփեց Հունաստանին այդ ժամանակ մեծ ծավալներ էին իրենք արտահանում Ռուսաստանի Դաշնություն սննդամթերքի։ Հիմա Հայաստանը հայտնվել է այդ վիճակում, ինչը որ ունեցել է Հունաստանը, Հունգարիան 10 տարի առաջ, երբ Ռուսաստանը փակում է Հայաստանի համար իր շուկաները սննդամթերքի մասով եւ այդ երևույթը այնքան շարունակություն ունի, որ նույնիսկ այո կա տպավորություն իմ մոտ, որ լուրջ է այդ հայտարարությունը մինչև դեկտեմբեր ԵԱՏՄ-ում ամփոփել Հայաստանի մասնակցության հարցը եւ Հայաստանի դուրս գալու հետևանքների վերաբերյալ զեկույց են ուզում կազմել, որպեսզի որոշումը ընդունեն արդեն մյուս տարի։ Հայաստանը շատ մոտ է այդ վիճակին, որ այո, իսկապես կարող է կորցնել իր անդամությունը ԵԱՏՄ-ում եւ հապկում։ Ինչը որ շատերի համար դիտվում է որպես վատ բան, որովհետեւ բազմաթիվ տնտեսական այսպես հնարավորություններ կան հայկական ապրանքները հարմար գներով Ռուսաստանում արտահանելու, իսկ եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, այդ պայմանները ավելի կբարթանան, մաքսերը կավելանան եւ այլն։ Նույնը եւ հապկում։ Լսեցինք այս վերջերս Լավրովի հայտարարությունը, որ այդ գործնեության սառեցումը հապկում, որպես հետևանք Հայաստանը չի վճարել իր անդամավճարները, դա կարող է բերել Հայաստանի մասնակցության դադարեցմանը ըստ այդ կազմակերպության կանոնադրության եւ այլն։ Այսինքն, այո, մենք ունենք այդ վիճակը, որ Հայաստանը կարող է պաշտոնապես արդեն եւ հապկի անդամությունից զրկվի եւ ԵԱՏՄ անդամությունից զրկվի։ Այդ ամենամեծ ինտրիգն է այս հետընտրական process-ի, որտեղ Փաշինյանը խոստում էր տալիս, որ ընտրություններից հետո կկարգավորի Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ հարաբերությունների շնորհիվ ինքը չէ մատնացույց էր անում, որ 200 անգամ հեռախոսային խոսակցություն է ունեցել այս 8 տարվա մեջ Պուտինի հետ սովետական տարածքում ոչ մեկ այդպիսի ինտենսիվ շփում Պուտինի հետ չի ունեցել, թե այցերի
այցելությունների քանակով, թե հեռախոսային խոսակցությունների քանակով առաջատար է Նիկոլ Փաշինյանը, ինքը հենվելով դրա վրա քաղաքացիներին, ընտրողներին, ասում էր հանգիստ եղեք, հեսա ընտրությունները կավարտեն, մենք այդ բոլոր հարցերը կկարգավորենք։ Հիմա պիտի նայենք ինչ կստացվի արդյունքում։ Կարողանա այդ հարցերը կարգավորել Փաշինյանը, թե պիտի ընդունի, որ այդ կազմակերպություններում անդամությունից զրկվելը անխուսափելի է եւ հարկավոր է ինչ որ նոր քաղաքականություն։ Եվը մոտենում է իր ավարտին։ Ռուսաստանի Դաշնության կարելի է ասել դիրքորոշումը այսօր Հայաստանին, որ որոշեք կամ եւ էլ չի կարող լինել։ Պարզ է։ Դե ինչպես ասում են պարոն Ղուկասյան, կապրենք կտեսնենք, ինչ զարգացումներ կան, դե դուք էլ մեր մշտական հյուրն ու բարեկամն եք լինելու։ Չէ՞ բարեկամներ հիշեցնեմ, որ հերթական անգամ հյուրընկալել էինք Հայ կառուցողական կուսակցության նախագահ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանին։ Այսօր այսքանը ցտեսություն